Ուզում եմ օրինակներ բերեմ, ոնց է բացահայտ սուտը մարդկանց ներկայացնում մանիպուլյատիվ կիսաճշմարտություններով ու խափում ասում է սենց է ու հետո ասում է սենց բան չեմ ասել։ Օրինակ, Ռոբերտ Քոչյանը 4 միլիարդ դոլար փող ունի։ Այս սուտը նիկոլիզմի սուտ է, որը նեոնիկոլիստները ասում են, որ դա երրորդ նախագահի կողմից է բերվել։ Բացարձակ նույն բանն է, էլի, այսինքն նա սուտ է, սա ավելի մեծ սուտ է։ Ոնց է դա դրսևորվում։ Այսինքն մարդկանց մոտ օգտագործելով երկրորդ նախագահի հանդեպ բացասական վերաբերմունքը, իսկ որ բացասական վերաբերմունք անձի ռեյտինգ ունեցող մարդը երկրորդ նախագահն է, եւ երրորդ նախագահը նաեւ առաջին նախագահը, բայց ամենաշատը երկրորդ նախագահը, դա փաստ է։ Բոլորի մոտ դա իմ կարծիքով ցենց ընկալ տպված դաջված բան է։ Օգտագործելով մարդկանց բացասական վերաբերմունքը երկրորդ նախագահի նկատմամբ, սրիկաները ստեղծել են սուտ, որ այս մարդիկ հարստացել են։ Ունենալով որպես օրինակներ էլ, օրինակ Toyota-ն, Կոնգրես հյուրանոց ու տարատեսակ այլ բիզնեսներ, որոնք իրոք կապ ունեն երկրորդ նախագահի հետ, բերել են ու մարդկանց հրամցրել են, որ երկրորդ նախագահը ախպեր ջան 4 միլիարդ դոլար փող ունի ու սախտ